ես չեմ ուզել հոգևորական դառնամ, դե ոչինչ, տատը մի փոքր իր ընթացքով մեր շարունակականությունը խանգարեց, բայց շարունակենք։ Մեր ընտանիքում, ինչպես որ շատ ընտանիքներում, մարդիկ եկեղեցի են գնում բացառապես եւ միայն մոմ վառելու կամ մեկ կամ երկու անգամ աղոթք բարձրացնելու, մեր ընտանիքում եւս այդպես է եղել եւ հիմքում վստահաբար կարող եմ ասել, որ այնպես չի եղել, որ մենք հստակ կանոնավոր կերպով հավատացյալ ենք եղել, պատարակների ենք մասնակցել եւ այլն, ոչ։ Եվ այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում ես ունեմ 5 քույր, ես միակ տղան եմ եւ հայրս միշտ փափագել է տղա ունենալու, երազել է, արդյունքում չի եղել, անընդհատ աղջիկ, դարձյալ աղջիկ եւ կարծես ինքն իր մտքում, բայց որևէ մեկս տեղյակ չենք եղել այդ մասին, ուխտ է արել Աստծուն, խնդրելով, եթե ինձ արուզավակ կտաս, ես խոսք եմ տալիս, որ իրեն Աստծուն կնվիրեմ, քեզ կնվիրեմ եւ քո տվածը քեզ կտամ։ Եվ Աստծու կամքով ես լույս աշխարհ եկա եւ հայրս այդ ուխտը դարձյալ արեց, բայց դարձյալ եմ կրկնում, որևէ մեկս մեր ընտանիքում տեղյակ չենք եղել, որ հայրս նման ուխտ է արել, եւ երբ ես դպրոցն ավարտեցի եւ մասնագիտություն ընտրելու առջեւ էի կանգնած, անշուշտ ուզում էի բժիշկ դառնալ կամ երաժիշտ, այս երկու մասնագիտությունների մեջ տատանվում էի, հայրս ասաց, որ ես չեմ բռնանալու քո կամքի եւ քո ցանկության վրա, այնինչ որ կուզես, այն էլ կդառնաս, բայց այդ բայցը շատ կարևոր է, այսպիսի մի տեղ կա, ճեմարան է կոչվում, եւ կուզես գնանք, փորձենք ծանոթանալ, տեսնես այնտեղ հոգևորականները ինչպես են սովորում եւ այլն, ասեցի ինչ հոգևորական, ինչի մասն է խոսքը, ես բացառվում եմ, ես չեմ ուզում հոգևորական դառնալ, մոռացիր դրա մասին, ասես լավ, խնդիր չկա, կմոռանամ, բայց ի հարգանք ինձ, խնդրում եմ գոնե մեկ անգամ գնանք Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց եւ այնտեղ տես ինչ են սովորում եւ այլն, ասեցի լավ, ուղակի հարգելով հայր քեզ, համաձայն եմ, կգամ մեկ անգամ, կտեսնեմ թե ինչ են սովորում եւ գնացինք ճեմարան։